Ողջույն, բարի գալուս վերելք։ Սա մի տեղ է նրանց համար, ովքեր պատրաստ են դուրս գալ հին ներքին սահմաններից, վերանայել իրենց իրականությունը և նոր ձևով ընտրել իրենց կյանքը։ Այստեղ մենք միավորում ենք ինքնաճանաչումը, նյարդագիտությունը, քվանտային ֆիզիկան, որպեսզի հասկանանք, թե ինչպես են մեր մտքերը, զգացմունքներն ու ներքին վիճակը ձևավորում են կյանքը, որը ապրում ենք։ Այստեղ մենք բաց ենք թողնում սահմանափակող մտածելակերպը և ստեղծում ավելի գիտակից, ազատ ու ներդաշնակ իրականություն։ Այսօր մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես են մեր անցյալի փորձառությունները դառնում ներքին ծրագրեր և ինչպես կարող ենք վերաշարադրել դրանք, փոխելով մեր կյանքի ուղղությունը։ Դե ինչ, արի սկսենք։ Կյանքում մենք անդադ անցնում ենք տարբեր փորձառությունների միջով։ Անթիվ անհամար փորձառություններ, որոնք ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա, մեր ապագա վարքի վրա, մեր մտածելակերպի ու հոգեբանության վրա։ Եվ որքան շատ ենք անցնում դժվարությունների, ցավոտ իրավիճակների կամ բարդ փորձառությունների միջով, այնքան ավելի շատ մեր ներսում ձևավորվում է նմանատիպ իրավիճակներից պաշտպանվելու մեխանիզմ։ Մենք սկսում ենք մեր շուրջը պատնեշ կառուցել, սկսում ենք կարծես զրահի նման մի բան հագնել, բայց դա իրականում այն է, ինչ ուզում է մեր իգոն ու նյարդային համակարգը, որպեսզի մեզ ապահով զգանք։ Եվ հենց այդտեղից էլ սկսվում է նախագծումը, որովհետև երբ որ կա վախն իր հետ բերում է մտքեր, չէ՞։ Բազմաթիվ իսկ եթեներ, իսկ եթե չստացվի, իսկ եթե ձախողեմ, իսկ եթե ամենավատը պատահի, մեր գլխում սկսում են անդադ խաղարկվել այդ վատագույն սցենարները։ Եվ հենց այդ պահին, ինչ մենք մտածում ենք, այն ինչ զգում ենք, սկսում է ստեղծել մեր իրականությունը, որովհետև որքան շատ վախեր ունենք, որքան շատ վատագույն սցենարների մեջ ենք ապրում, այնքան էլ ավելի մեր ուղեղը գնում է հենց այդ ուղղությամբ։ Նույնիսկ երբ որ տեսնում ենք մարդուն, իրավիճակը կամ հարաբերությունը, մենք արդեն մտնում ենք այդ ամենի մեջ մեր իսկ կառուցած զրահով։ Ու երբեմն այդ զրահը խանգարում է մեզ, որ ցույց տանք մեր անկեղծ իրական տեսակը։ Այդ զրահը սովորաբար ստեղծում է ավելի սառը տարբերակ, ավելի փակ, ավելի զուսպ, ավելի լուռ, ավելի, այսպես ասած, պաշտպանողական, ավելի վերահսկված, չէ։ Երբեմն մենք ինքներս չենք ճանաչում մեզ, որովհետև կարծես ինչ-որ բանից փորձում ենք պաշտպանվել։ Դրա համար էլ այդքան չենք ոգևորվում, ոնց որ առաջին անգամ, երբ որ օրինակ սկսում ենք մի հատ նոր բան, ինչքան ոգևորված ենք, չէ՞, կլինի դա նոր աշխատանք կամ նոր ընկերություն ինչ-որ մեկի հետ, կամ հարաբերություններ, կամ սկսել սեփական բիզնեսը, այն սկզբի հատվածը շատ ոգևորիչ է, շատ էներգիա կա մեր մեջ, փորձում ենք ամեն ինչ անել ու շատ ոգևորվածությամբ ենք մտնում այդ իրադարձության մեջ, այդ իրավիճակի մեջ, բայց օրինակ երբ որ ունենք անցյալի ինչ-որ փորձառություն, օրինակ սկսել ենք բիզնես կամ ինչ-որ մեկը մեզ խաբել է կամ ինչ-որ մի հատ վատ բան է տեղի ունեցել, երկրորդ անգամ նույն բիզնեսը սկսելուց մենք արդեն ավելի, այսպես ասած, վերահսկված կլինենք, ավելի պաշտպանողական կլինենք, քանի որ ունենք անցյալում կատարված իրադարձություն, որը մեր վրա ունեցել է նեգատիվ ազդեցություն։ Որովհետև երբ որ առաջին անգամ փորձում ենք ինչ-որ նոր բան, այդ ժամանակ մենք չգիտենք, թե ինչ է ձախողման զգացողությունը, չգիտենք ինչ է նշանակում, երբ որ ինչ-որ բան սխալ է գնում, որովհետև այդ ժամանակ չգիտենք ինչ է նշանակում մեր մարմնի վրա զգալ, երբ որ ինչ-որ մեկը մեզ ցավ է պատճառում։ Բայց հենց որ ինչ-որ մի բան չի ստացվում, հենց որ ձախողում ենք, հենց որ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է կամ ինչ-որ մի հատ բան է անում, որը մենք ընկալում ենք որպես վատ, մեր մարմինը իրականում սկսում է իր պաշտպանողական ռեակցիան ու ձևավորում է մի հատ պատնեշ, որը մեզ կպաշտպանվի ապագայում տեղի ունեցող նման իրավիճակներից։ Դա մարմնի նորմալ ռեակցիան է իրականում ու մենք պետք է շնորհակալ լինենք, որ մեր մարմինը այդպես արձագանքում է, որպեսզի երբ որ հետագայում ինչ-որ իրական վտանգի մեջ լինենք, այդ ռեակցիաները ստեղծված են նրա համար, որպեսզի կարողանան մեզ պաշտպանել։ Ու մեր մարմինը դա անում է, որպեսզի հետո ոչ մեկ չկարողանա մեզ վնասի, այսինքն մենք ունենանք հստակ ինչ-որ գործիքներ, որպեսզի կարողանանք պաշտպանվել նման իրավիճակներում։ Այսինքն, որ ոչ մեկ, ոչ մի իրավիճակ, ոչ մի հարաբերություն չկարողանա մեզ վնասի։
Բայց գալիս է մի հատ պահ, երբ որ մեր մարմինը ստեղծում է մի հատ ծրագիր, որը իրականում շատ հաճախ մեզ խանգարում է։ Խնդիրն այն է, որ այդ զրահը, որ մենք ստեղծում ենք, մեզ ոչ թե օգնում է, այլ անընդհատ պահում է վախի զգացողության մեջ։ Այսինքն այդ պահից էլ վախը ձևավորում է մի հատ ինքնություն, որը անընդհատ լցված է վատատեսությամբ, անընդհատ բողոքում է, անընդհատ ընկնում է վատ իրավիճակների մեջ, շատերը կասեն դե լավ, բախտի բան է, բայց իրականում բախտը ստեղծվում է մեր իսկ մտածելակերպի հիման վրա։ Այդ մտածելակերպն էլ մեզ պահում է նույն տեղում։ Նույնիսկ եթե կյանքը բերի ինչ-որ նոր իրավիճակներ, նոր հնարավորություններ, մեր մտածելակերպը, մեր ներքին վիճակը մեզ պահում է նույն տեղում, այսինքն դոփում ենք նույն տեղում, որովհետև մենք միշտ նախագծում ենք այն, ինչ կա մեր ներսում։ Եթե մեր ներսում վախ է, ապա այդ վախի էներգիան կտարածվի այդ նոր իրավիճակի վրա։ Իսկ իրավիճակը ստեղծվում է ամեն պահ։ Այն էներգիայից, որի մեջ գտնվում ես ամեն մի վայրկյան։ Որքան երկար ես մնում այդ անապահովության մեջ, վախի մեջ, էգոյի պաշտպանողական էներգիայի մեջ, այդքան դա դառնում է քո իրականությունը։ Եվ տրամաբանորեն թվում է, թե բայց ես պետքա պաշտպանեմ ինձ, չէ, իհարկե պետքա պաշտպանեմ, բայց ինչքան մտնում ենք այդ նոր փորձառությունների մեջ, արդեն անցյալի հիշողություններով, այդքան ավելի շատ ենք կրկնում անցյալում կատարված իրադարձությունները ներկայում։ Այսինքն նախկին ձախողումը, նախկին ցավը, նախկին դժվարությունը նորից ու նորից կրկնվում են ներկա պահին։ Նախկինում ես պարբերաբար խոսում էի անցյալից, պատմում էի նույն պատմությունները, կրկնում էի այդ վատ հիշողությունները, բայց գնալով նկատում էի մի հատ օրինաչափություն, որ նույն իրավիճակները անընդհատ կրկնվում էին իմ կյանքում։ Նույնիսկ երբ որ հերոսները փոխվում էին, իրավիճակները նույնն էին։ Նույն անարդարությունները, նույն իրադարձությունները, հանդիպում էի նմանատիպ մարդկանց, ոնց որ կյանքը նոր փաթեթավորմամբ ինձ հետ էր բերում այդ նույն փորձառությունը։ Ու ես սկսեցի ինձ հարց տալ. ինչու է սա կրկնվում։ Ինչու են փոխվում դեմքերը, բայց պատմությունները մնում են նույնը։ Այս ամենը ավելի խորը սկսեցի հասկանալ ավելի ուշ, երբ որ սկսեցի ուսումնասիրել նյարդագիտությունը, միտք-մարմին փոխազդեցությունը, նյարդային համակարգը, անցավորակավորում նյարդագիտության, կվանտային ֆիզիկայի, հոգեբանության մեջ ու հասկացա, որ մեր մարմինը իրականում կուտակում է այդ անցյալի հիշողությունները, որոնք պահպանվում են մեր մեջ։ Հենց այդ ճանապարհին էլ ես ստեղծեցի ինձ համար մի հատ հզոր պրակտիկա ու համակարգ, որը քեզ այսօր կսովորեցնեմ, այնպես որ մնա մինչև վերջ, որովհետև այսօրվա թողարկումը քեզ կօգնի հասկանալ, թե ինչու են որոշ փորձառություններ կրկնվում քո կյանքում ու ամենակարևորը, ինչպես դադարեցնել այդ ցիկլը։ Շատ հաճախ մենք կարծում ենք, որ խնդիրը արտաքին աշխարհի մեջ է։ Մենք մտածում ենք, որ մեզ կրկին ցավ են պատճառում, սխալ մարդիկ են հայտնվում մեր կյանքում, որ հերթական սխալ իրավիճակի մեջ ենք ընկնում, կամ էլ պարզապես մեր բախտը չի բերում։ Բայց իրականում շատ բան սկսում է մեր ներսում, մեր մարմնի մեջ, մեր նյարդային համակարգում։ Հենց այդ ներքին պատմությունների պատճառով, որոնք անընդհատ պտտվում են մեր մտքերում։ Հիմա արի հասկանանք ինչու։ Ուրեմն, երբ որ մենք անցնում ենք ցավոտ փորձառության միջով, մեր ուղեղը եւ նյարդային համակարգը սկսում են այդ փորձառությունը գրանցել որպես վտանգ։ Ու դա բնական է, քանի որ մեր մարմինը մեզ պաշտպանում է։ Դա գոյատևման մեխանիզմ է, մարմինը փորձում է հիշել, ինչից պետքա զգուշանալ, ինչից պետքա պաշտպանվել, ինչն այլևս չպետքա կրկնվի մեր կյանքում, ու հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիր պահը, որովհետև մեր մարմինը չի տարբերում վտանգը հիմա իրականում կա, թե սա պարզապես անցյալի արձագանք է։ Երբ դու քո ներսում դեռ կրում ես այդ հին ցավը, հին պատմությունը, հին վախերը, մարմինդ շարունակում է ապրել այնպես, կարծես թե դա տեղի է ունենում հիմա։ Ու դու սկսում ես կյանքին նայել հենց այդ կարգավիճակից։ Կլինի դա նոր մարդիկ, նոր հարաբերություններ, նոր հնարավորություններ, չէ՞։ Այսինքն դու իրադարձություններին այլևս չես արձագանքում ներկայից, այլ քո որոշումները, քո վարքագիծը հիմնված է անցյալում ստեղծված ծրագրերից։ Ու հենց այդտեղ էլ սկսում են կրկնվել նույն օրինաչափությունները։ Օրինակ, եթե քո նյարդային համակարգը սովորել է, որ սերը վտանգավոր է, ապա նույնիսկ այն առողջ հարաբերության մեջ դու կարող ես զգալ անհանգստություն։ Կամ եթե քո մարմինը սովորել է, որ
տեսանելի լինելը բերում է քննադատություն, ապա դու կարող ես ինքնաբերաբար հետ քաշվել ամեն անգամ, երբ որ պետք է ավելի մեծ տեղ զբաղեցնես կյանքում, ինչ-որ հանրային տեղում ներկայանաս։ Մի հատ ուրիշ իրավիճակ նայենք, եթե օրինակ մի ժամանակ բիզնեսում կամ ինչ-որ աշխատանքում կամ ընկերական կապերում քեզ ցավ են պատճառում, մարմինդ սկսում է պաշտպանվել նույնիսկ այնտեղ, որտեղ իրականում վտանգ չկա։ Ու ամենացավալին այն է, որ շատ անգամ մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես ենք ինքներս վերարտադրում այդ նույն իրականությունը։ Մենք մտածում ենք, թե պարզապես միշտ այսպիսի մարդիկ են գալիս իմ կյանք, ինձ հետ միշտ սենց բաներ են լինում, չէ՞։ Կամ էլի նույն բանն եղավ։ Ինչքան շատ ենք, չէ՞, ասում նման բաներ։ Բայց երբ որ դու սկսում ես խորությամբ հասկանալ նյարդային համակարգի աշխատանքը ու հասկանում ես, որ քո մարմինը միշտ փնտրում է ծանոթ իրավիճակը, նույնիսկ եթե այդ իրավիճակը ահավոր վատ է քո համար։ Ծանոթ իրավիճակը մարմնի համար անվտանգ է թվում, նույնիսկ եթե դա ցավոտ է։ Մի բան ասեմ, որ ես կատեգորիկ չեմ ընդունում հոգեբանի մոտ գնալը։ Գիտեմ, շատ թակասական բան եմ ասում։ Իրականում ոչ ոք չի խոսում դրա մասին, թե ինչքան վտանգավոր կարող է լինել դա։ Ու շատ այսպես կոչված հոգեբաններ նույնիսկ կոմպետենտ չեն, քանի որ տրադիցիոն հոգեբանությունը սովորեցրել է անընդհատ խոսել իրենց կյանքում տեղի ունեցած խնդիրներից, տրավմաներից ու վատ իրադարձություններից, որպեսզի փորձենք վերլուծել կամ փոխել իրավիճակը, չէ՞։ Կարծում եմ շատերը առնչվել են նման իրավիճակներին։ Իրականում բոլորը ասում են, որ պետք է անդրադառնալ մանկության տրավմաներին, հերթով բուժել դրանք, բայց ինչ կլինի, որ ասեմ, որ դու դրա կարիքը չունես։ Հա, ճիշտ լսեցիր, շատ հակասական բան եմ ասում, գիտեմ։ Ու գիտեմ, որ շատերը կարող են չհամաձայնվել։ Ես էլ էի առաջ կարծում, որ պետք է հետ գնամ ու բուժեմ ամեն ինչ ու անընդհատ պատմում էի այդ հին ցավալի իրադարձությունները։ Բազմաթիվ մեդիտացիաներ էի անում, ստվերային աշխատանքներ էի անում, բայց դրանցից ոչ մեկը չէր փոխում իմ կյանքը հիմնովին, որովհետև ես նորից ու նորից գալիս էի նույն կարգավիճակին, կրկնելով նույն պատմությունները իմ կյանքում։ Այստեղ ուզում եմ, որ շատ ուշադիր լինես, որովհետև սա շատ կարևոր է։ Մանկության տրավմաների հետ աշխատանքը կարող է ոչ թե օգտակար լինել, այլ ունենալ հակառակ ազդեցություն, եթե դա ճիշտ չի կատարվում։ Տրավմաների անդրադարձը կարող է թվալ բուժիչ, որովհետև քեզ թվում է, թե դու վերջապես առերեսվում ես այդ անցյալին, հասկանում ես ինքդ քեզ, անում ես այն աշխատանքը, որ պետք է անեիր վաղուց, բայց եթե այդ գործընթացը տեղի է ունենում առանց նյարդային համակարգի անվտանգության, առանց մարմնի բավարար ռեսուրսավորման, առանց ճիշտ կոռեկցիայի, դա կարող է ոչ թե ազատել քեզ դրանից, այլ կրկին ակտիվացնել այդ նույն ցավը, նույն վախը կամ նույն անօգնականությունը։ Հոգեբանության մեջ կա մի տերմին, որը կոչվում է learned helplessness, այսինքն սովորած անօգնականություն։ Դա մի հատ հոգեբանական վիճակ է, երբ որ մարդը կրկնվող, անվերահսկելի կամ տրավմատիկ իրավիճակներ ապրելուց հետո կարծում է, որ ինքը չունի վերահսկողություն արդյունքների վրա ու դադարում է փորձել փոխել իր հանգամանքները։ Բայց ուզում եմ հասկանաս մի հատ պարզ բան, որ ամեն անգամ, երբ որ դու նորից ու նորից պատմում ես նույն ցավոտ պատմությունը, դու ոչ միայն հիշում ես այն, դու ակտիվացնում ես այն քո մարմնում ու նորից ակտիվացնում ես այդ նույն հույզերը, նույն քիմիական ռեակցիաները, նույն նյարդային ուղիները քո մարմնում, այսինքն դու բառացիորեն ուժեղացնում ես այն օրինաչափությունները, որից ուզում ես ազատվել։ Սա չի նշանակում, որ պետքա ճնշես այն ինչ որ եղել է կամ հերքես կամ ձևացնես, որ ոչինչ չի եղել։ Սա նշանակում է, որ գալիս է մի հատ պահ, երբ դու պետքա դադարես նույն պատմությունը դարձնել քո ինքնության հիմքը։ Որովհետև երբ որ դու անընդհատ ասում ես, որ ինձ հետ միշտ նման բաներ են պատահում, ինչու են մարդիկ ինձ միշտ ցավ պատճառում, իմ մոտ միշտ ամեն ինչ դժվար է լինում։ Երբ որ դու ասում ես այս ամեն ինչը, այդ պարագայում քո ուղեղը եւ մարմինը սկսում են դա ընդունել որպես ճշմարտություն, որպես հիմնական իրականություն։ Հենց այդ իրականության շուրջ ձևավորվում են քո նոր ընտրությունները, քո արձագանքները, քո սահմանները, քո հարաբերությունները ու այն ամեն ինչը, ինչ որ կատարվում է քո կյանքում։ Այսինքն պատմությունը, որը դու կրկնում ես, սկսում է կրկնել քեզ։ Նորից եմ կրկնում, պատմությունը, որը դու կրկնում ես, սկսում է կրկնել քեզ։ Այսինքն դու ոչ թե բուժում ես վերքը, այլ հերթական անգամ վերապրում ես այն։ Ու սա շատ կարևոր տարբերություն է։
Որովհետև ապաքինումը միշտ չի, որ նշանակում է վերադառնալ ամեն մանրուքի, ամեն դրվագի, ամեն ծանր հիշողության ու նորից ապրել այդ ամեն ինչը։ Երբեմն ապաքինումը նշանակում է դադարել քո համակարգին անընդհատ հիշեցնել, թե ինչ ա եղել։ Դադարել այդ նույն ցավը պահել ակտիվ վիճակում։ Դադարել քո մարմնին սովորեցնել, որ վտանգը դեռ էստեղ է։ Շատ մարդիկ տարիների ընթացքում խոսում են նույն ցավի մասին, վերադառնում են նույն պատմություններին, փորձում են ամեն ինչ հասկանալ, դիսեկցիա անել, վերլուծել, անուն դնել, բացատրել, բայց իրականում կյանքում իրական փոփոխությունը այդպես տեղի չի ունենում։ Ինչու՞, որովհետև գիտակցական մակարդակում գուցեև մարդիկ հասկանում են ամեն ինչ, բայց մարմինը դեռ շարունակում է ապրել այդ նույն կարգավիճակի մեջ։ Եվ եթե մարմինը դեռ ապրում է նույն դրության մեջ, կյանքն էլ շարունակելու է արտացոլել այդ նույն օրինաչափությունները։ Դրա համար էլ ես միշտ ասում եմ, հոգեբանի մոտ գնալը շատ հաճախ ունենում է հակառակ ազդեցություն։ Որովհետև ինչ է կատարվում, դու գնում ես հոգեբանի մոտ, որ քեզ ավելի լավ զգաս, բայց դուրս ես գալիս ավելի ստրեսային վիճակով։ Որովհետև վերապրելը չի նշանակում բուժվել դրանից։ Հասկանալը չի նշանակում ապաքինվել։ Կարող է թվալ, որ դու աշխատում ես տրավմայի հետ, բայց իրականում պարզապես նորից ու նորից ակտիվացնում ես նույն օրինաչափությունները քո նյարդային համակարգում ու ակտիվացնում ես հենց այդ նույն նյարդային ուղիները։ Հենց այստեղ է, որ մարդիկ տարիներով մնում են այդ healing cycle-ի մեջ, այսինքն այդ ինքնաբուժման, վերականգնման, ապաքինման ցիկլի մեջ, բայց չեն կարողանում ունենալ իրական փոփոխություն, որովհետև նրանք անընդհատ աշխատում են այդ խնդրի վրա, անընդհատ աշխատում են իրենց վրա, բայց չեն տեղափոխվում նոր իրականություն, որտեղ իրանց ամբողջ ուշադրությունը շարունակում է կապված մնալ հնի ու անցյալի հետ։ Իսկ այն ինչ որ դու անընդհատ ակտիվացնում ես, անընդհատ կրկնվում է քո կյանքում։ Այն ինչին անընդհատ էներգիա ես տալիս, շարունակում է գոյություն ունենալ քո համակարգում։ Հենց դրա համար էլ ես հասկացա մի բան, որ ինձ պետք չէր վերադառնալ այդ ամեն ցավոտ կետին ու անverջ փորփրել դա։ Ինձ պետք էր սովորեցնել իմ մարմնին, որ հիմա անվտանգ է ապրել այլ կերպ։ Ինձ պետք էր դադարել այդ նույն պատմությունը ակտիվացնել ու պետք էր ոչ թե անverջ վերլուծել անցյալը, այլ ստեղծել նոր վիճակ ներկայի մեջ։ Որովհետև երբ որ հասկանում ես, որ հիշողությունները վերհիշելը քեզ այլևս չի ծառայում, դու փոխում ես ուղղությունդ, քո ճանապարհը։ Սկսում ես հարցնել, թե լավ, ինչպես կարող եմ ես հիմա իմ մարմնին տալ այն անվտանգությունը։ Դու սկսում ես հարցնել, լավ, ինչպես կարող եմ իմ մարմնին տալ անվտանգություն։ Ինչպես կարող եմ դադարել ապացուցել, թե որքան ցավ եմ ապրել ու փոխարենը սկսել կառուցել մի նոր իրականություն, որտեղ այդ ցավը այլևս չի կառավարում ինձ։ Լավ, հիմա կհարցնես, բա ոնց անեմ։ Իրականում ամեն ինչ սկսվում է ինքնությունից։ Նյարդագիտության մեջ կա մի տերմին, որը կոչվում է default mode network։ Դա այն կայուն վիճակն է, որին հետ ես գալիս ամեն անգամ։ Կապ չունի ինչքան գիտակից որոշումներ կայացնես, ինչքան ուզենաս փոփոխություն մտցնես, եթե քո մնայուն վիճակը կամ ինքնությունը ունի կողմնակալություն ու հակվածություն ինչ-որ օրինաչափությունների հանդեպ, կլինի դա անընդհատ կրկնվող վատ իրավիճակներ, գումարի պակասություն, անհաջող հարաբերություններ, մերժման վախ, ինքնաթերագնահատում կամ անապահովություն, ապա դու միշտ հետ ես գալու հենց այդ կետին։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև շատ մարդիկ փորձում են փոխել իրենց կյանքը միայն վարքագծի մակարդակում։ Շատերը ասում են, այսուհետ ես ավելի վստահ եմ լինելու, այսուհետ ուրիշ որոշումներ եմ կայացնելու, այսուհետ չեմ կրկնելու նույն սխալները։ Բայց եթե քո ներքին ինքնությունը դեռ նույնն է մնացել, եթե քո նյարդային համակարգը դեռ նույն անապահով վիճակում է, եթե քո ուղեղը դեռ նույն իրականությունն է ճանաչում որպես նորմալ, դու շատ արագ վերադառնալու ես այն հին կետին։ Դրա համար էլ երբեմն թվում է, թե մարդը մի շրջանում շատ մոտիվացված է, շատ գիտակից է, շատ ոգևորված է, բայց մի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս անց նորից վերադառնում է նույն մտածելակերպին, նույն ընտրություններին, նույն զգացողություններին։ Այդ չի նշանակում, որ այդ մարդը թույլ է կամ չունի կամքի ուժ։ Այդ մարդը իրոք ուզում է փոխվել, ունենալ ավելի շատ գումար, ավելի լավ ընտանիք, ավելի ջերմ հարաբերություններ, բայց քանի դեռ համակարգը դեռ ուղղված է դեպի հինը, բոլոր փոփոխությունները կլինեն կարճաժամկետ։ Դա գալիս է այն տարբերությունից, որի մասին նախկինում խոսել եմ,
փոփոխություն կամ տրանսֆորմացիա։ Փոփոխությունը լինում է կարճաժամկետ, տրանսֆորմացիան լինում է հիմնային։ Հենց այստեղ է, որ պետք է հասկանանք, որ իրական փոփոխությունները չի նշանակում, որ մենք ձեռք ենք բերում նոր վարքագիծ կամ ինչ-որ փոփոխություններ ենք անում մեր կյանքում։ Դա նշանակում է, որ մենք փոխում ենք այն մնայուն վիճակը ու մեր ընկալումը մեր իսկ հանդեպ։ Այսինքն, որ ինքնությունից ենք մենք ապրում, որ ներքին պատմություններից ես որոշումներ կայացնում, որ կարգավիճակով ես դու արթնանում առավոտյան, մարդկանց հետ խոսում, բիզնես ստեղծում, սիրահարվում, գումար ընդունում, ռիսկ վերցնում կամ քեզ ցույց ես տալիս աշխարհին, որտեղից, որ ինքնությունից։ Եթե քո ինքնությունը կառուցված է ցավի շուրջ, ապա նույնիսկ լավ բաները քո կյանքում երկար չեն մնա, որովհետև ներսումը դեռ պատրաստ չես դրանք պահելու։ Եթե քո ինքնությունը կառուցված է պայքարի շուրջ, դու կարող ես նույնիսկ խաղաղության մեջ խնդիր փնտրել։ Եթե քո ինքնությունը կառուցված է մերժման շուրջ, դու կարող ես սիրո մեջ էլ քեզ անապահով զգալ։ Եթե քո ինքնությունը կառուցված է պակասի շուրջ, դու կարող ես նույնիսկ հնարավորության մեջ վտանգ տեսնել։ Եվ դրա համար էլ շատ մարդիկ ասում են, բա ես ամեն ինչ անում եմ, ոչինչ չի փոխվում, ոչինչ չի փոխվում իմ կյանքում։ Իրականում հարցը ոչ թե միայն նա է, թե ինչ ես անում, այլ թե ինչ ինքնությունից ես դա անում, որովհետև նույն գործողությունը երկու տարբեր կարգավիճակից կարող է տալ լրիվ տարբեր արդյունքներ։ Օրինակ դու կարող ես բիզնես սկսել վախից, ապացուցելու ցանկությունից կամ այդ պակասից ու գոյատևման ռեժիմից, որովհետև քեզ շտապ գումար է պետք։ Ու կարող ես նույն բիզնեսը սկսել վստահությունից, ներքին ապահովությունից, ստեղծագործությունից ու այդ լիության զգացումից։ Արտաքուստ կարող է թվալ, թե գործողությունը նույնն է, բայց էներգիան լրիվ ուրիշ է։ Իսկ իրականությունն էլ արձագանքում է ոչ թե գործողությանը, այլ այն կարգավիճակին, որից այդ գործողությունը ծնվել է։ Ու հենց դրա համար էլ default mode network-ը, այդ լրելային վիճակը, քո մնայուն կայուն վիճակը, շատ կարևոր է հասկանալ, որովհետև դա այդ ներքին հիմնական ծրագիրն է, որը ավտոմատ միացված է քո մոտ, որտեղ դու վերադառնում ես ամեն անգամ։ Եթե գիտակցաբար չես աշխատում փոխելու վրա, ապա հետ ես գալու նույն վիճակին։ Մի հատ շատ լավ օրինակ սրա հետ կապված, պատկերացրու օրինակ սոցիալական հարթակների ալգորիթմը, չէ՞։ Սոցիալական հարթակները քեզ ցույց են տալիս այն կոնտենտը, որով դու հետաքրքրված ես։ Ու ինչքան շատ ես դու հետաքրքրություն ցույց տալիս կոնկրետ կոնտենտի հետ կապված, այնքան ավելի շատ է ինքը քեզ բերում նմանատիպ կոնտենտ։ Բայց մի հատ հետաքրքիր բան եմ մտածել, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ոնց է մեր մարմինը աշխատում, կարող ես պատկերացնել, որ մեր մարմինը ունի կոնկրետ ալգորիթմ, ոնց որ սոցիալական հարթակները։ Օրինակ Instagram-ում կա մի հնարավորություն, որով կարող ես, այսպես ասած, reset անել ամբողջ ալգորիթմը։ Ինտերնետում կա քո մասին ինֆորմացիա, թե ինչ ես դու սիրում, ինչ ես նախընտրում տեսնել քո հարթակներում, ինչով ես ավելի շատ հետաքրքրված, ում ես հետևում, այդ ամեն ինչը ստեղծում է քո մասին պատկերացում։ Ու սոցիալական հարթակները քեզ տալիս են այն կոնտենտը, որը համընկնում է քո նախընտրությունների հետ։ Նույնը իրականանում է քո կյանքում։ Քո կյանքը ունի ալգորիթմ։ Ու ինչպես Instagram-ում կա մի հատ կոճակ, որով կարող ես ամբողջությամբ վերածրագրավորել ու ջնջել քո մասին ամբողջ ինֆորմացիան։ Ինչ է կատարվում, դրանից հետո սոցիալական հարթակները քեզ կտան ամեն տիպի ինֆորմացիա, ու որ կոնտենտի հետ ավելի շատ ներգրավես, հենց այդ կոնտենտն էլ կսկսի ավելի շատ առաջարկել քեզ։ Նույնը կյանքի հետ է։ Դու կարող ես, այսպես ասած, reset անել քո ալգորիթմը, քո կյանքի ալգորիթմը։ Ու մնա մինչև վերջ, որովհետև սովորեցնել եմ, թե ինչպես անել դա։ Բայց պատկերացրու, որ մի քանի ժամով կարողանում ես քեզ լավ զգալ, կարողանում ես քեզ մոտիվացնել, կարողանում ես ոգևորել, բայց իրականում ներսումդ այդ հիմնական ինքնությունը դեռ ասում է, որ կյանքը դժվար է, մարդիկ վստահելի չեն, ինձ մոտ միշտ ամեն ինչ ուշ է ստացվում, ես պետքա շատ պայքարեմ, որ որևէ բան ունենամ, եթե մի լավ բան է սկսվում, վերջում միևնույնն է ցավոտ է ավարտվելու։ Այդ ներքին պատմությունները, որ դու ինքդ քեզ պատմում ես, նույնիսկ անգիտակցաբար ստեղծում են քո իրականությունը։ Այսինքն, եթե սրանք են քո խորքային անգիտակից ծրագրերը, ապա կյանքը շարունակելու է վերարտադրել դրանք։
որովհետև քո ուղեղը միշտ փնտրում է այն, ինչը համապատասխանում է քո ներքին ինքնությանը։ Մարմինդ միշտ վերադառնում է այն վիճակին, որը իր համար ծանոթ է։ Եվ սա է պատճառը, թե ինչու այդ աֆիրմացիաները կամ այդ հաստատումները միայնակ չեն կարող աշխատել։ Որովհետև դու կարող ես օրը 100 անգամ ասել ես արժանի եմ սիրո, ես հարուստ եմ, ես վստահ եմ իմ վրա, բայց եթե քո մարմինը դրան չի հավատում, եթե քո նյարդային համակարգը դրան չի ճանաչում որպես անվտանգ, եթե քո ներքին ինքնությունը դեռ կառուցված է լրիվ հակառակ ծրագրի վրա, դու նորից հետ ես գալու հին հիմնակետին։ Փոփոխությունը պետքա դառնա զգացողություն, պետքա դառնա նոր նորմալ, պետքա դառնա նոր ինքնություն։ Հիմա ես քեզ ուզում եմ սովորեցնել մի հատ շատ պարզ ձև, որը միանգամից կարող ես կիրառել։ Եթե ուզում ես կյանքդ փոխել, դու պետքա աշխատես 3 մակարդակով. միտք, մարմին, ինքնություն։ Միտքը տալիս է ուղղությունը, մարմինը տալիս է անվտանգությունը, ինքնությունը պահում է քո նոր իրականությունը։ Եթե դու միայն մտքով ես ուզում փոխվել, բայց մարմինը դեռ վախի մեջ է, շատ արագ հետ ես գալու հին օրինաչափությանը։ Եթե դու միայն մարմնի վրա ես աշխատում, բայց ներսումդ դեռ նույն պատմությունն ես պատմում, նույնպես հետ ես գալու հին վիճակին։ Եթե նույնիսկ նոր որոշումներ ես կայացնում, բայց քեզ ներսից դեռ նույն մարդն ես զգում, որոշ ժամանակ անց նորից սկսելու ես քեզ պահել նախկինի պես։ Հենց դրա համար էլ ես ստեղծել եմ այս պրակտիկան, որովհետև հասկացա, որ մարդկանց մեծ մասը փորձում է փոխել իր կյանքը, բայց չի փոխում իր հիմնային ինքնությունը։ Իսկ առանց դրա ամեն ինչ դառնում է ժամանակավոր։ Այսինքն դու կարող ես մի պահ բարձրանալ, բայց հետո նորից ընկնել։ Կարող ես մի պահ քեզ լավ զգալ, բայց հետո նորից վերադառնալ նույն ներքին խառնաշփոթին։ Կարող ես մի պահ հավատալ քեզ, բայց հետո մի հատ trigger լինի, մի հատ իրավիճակ, մի հատ մարդու խոսք, մի հատ մերժում, մի հատ արգելք, ու դու նորից հայտնվում ես նույն տարբերակի մեջ։ Ուրեմն ինչ անել։ Առաջինը պետքա սկսես ճանաչել քո մնայուն հիմնական ինքնությունը։ Ով ես դու քեզ համար, երբ որ ոչ ոք կողքիդ չկա։ Ով ես դու քեզ համար, երբ որ ոչ ոք չի սատարում քեզ կամ վավերացնում։ Ով ես դու քեզ համար, երբ որ կյանքում անորոշություն կա։ Քո առաջին ավտոմատ միտքը ո՞րն է։ Ես կհաղթահարեմ սա, թե ուֆ, էլի ինձ մոտ լավ չի ստացվում։ Կամ սա նոր հնարավորություն է, թե ուֆ, հաստատ մի բան սխալ է գնալու։ Կամ ես արժանի եմ լավին, թե լավ բաները երկար չեն մնում։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որովհետև հենց այս հարցերի պատասխանների մեջ է տակնված քո հիմնական մնայուն ինքնությունը։ Դա առաջին բանն էր, որ դու պետք է անես։ Այսինքն առաջին բանը, որն է մեր ավտոմատ ներքին պատմությունը, ինչ մտքեր են առաջանում մեր մոտ տվյալ իրավիճակից։ Երկրորդը, պետք է սկսես որսալ այն պահերը, երբ հին ինքնությունը ակտիվանում է։ Օրինակ, երբ որ ինչ-որ մեկը չի գրում քեզ մի քանի ժամ ու անմիջապես քո ներսում ակտիվանում է այդ մերժված լինելու զգացողությունը։ Կամ դու մի նոր քայլ ես ուզում անել բիզնեսում ու հանկարծ գալիս է սառած վիճակ, այդ procrastination, որ ասում են, հա, ծուլությունը կամ կասկածը, կամ դու մոտենում ես ինչ-որ հնարավորության ու ներսումդ ձայն է գալիս, որ դեռ պատրաստ չեմ։ Հենց այդ պահերն են քո մեջ ստեղծում այդ պատնեշը, այսինքն հին ինքնության ակտիվացումը։ Երրորդը դա գիտակից ընտրությունն է։ Այսինքն պետք է սկսես գիտակցաբար ընտրել քո նոր լրելային այդ default վիճակը, նոր պատմությունը, նոր մտքերը, նոր ինքնությունը, այնքան հաճախ ընտրես, մինչև որ դա դառնա քո համար բնական։ Օրինակ, որ ատամներդ մաքրում ես։ Դու չես ասում, չէ, վաու, ատամներս մաքրեցի, ինչ հավես է, ինչ լավ է։ Չես ասում, որտեղ դա դառնում է քո համար նորմալ իրավիճակ։ Բայց երբ որ ինչ-որ մի հատ նոր բան է լինում, դու սկսում ես վախեր ունենալ, սկսում ես մտածել, բա եթե չստացվի, բա եթե սա լինի կամ նա լինի, այսինքն քո լրելային default վիճակը անհանգստությունն է, վախն է։ Ուզում եմ սա շատ հստակ ասել, որովհետև շատերը դա չեն հասկանում։ Նոր ինքնությունը չի ստեղծվում միայն նրա համար, որ դու որոշում ես կայացրել։ Քո նոր ինքնությունը ստեղծվում է հարյուրավոր փոքր քայլերի միջոցով, մինչև որ դա դառնա բնական։ Այն պահին, երբ որ դու հին պատմություն էլ չես կրկնում, այն պահին, երբ որ դու վախի փոխարեն ընտրում ես ներկա լինելը, այն պահին, երբ որ դու այդ trigger-ների, կասկածներին չես տրվում,
այլ մի պահ կանգ ես առնում ու նոր արձագանք ես ընտրում, այսինքն քո արձագանքը ո՞րն է տվյալ իրավիճակին։ Այն պահին, երբ որ դու որոշում ես, որ դու այլևս քեզ չես դնելու անապահովի մտածելակերպի մեջ, հենց այդպես է ստեղծվում քո նոր հիմնակետը, որտեղից էլ ձևավորվում է քո ամբողջ կյանքը։ Այսինքն վերադառնանք մեր 3 հիմնական կետերին, որոնք էին միտք, մարմին, ինքնություն։ Այս 3 հիմնական կետերի միջոցով դու կարող ես փոխել քո նոր ինքնությունը ու ստեղծել քո կյանքը, որը իրոք ուզում ես ապրել։ Ու այս ամեն ինչը հեշտացնելու համար ես ստեղծել եմ մի հատ գիրք օրագիր, որը օգնում է քեզ ստեղծել նոր ինքնություն ու օր առ օր գրել քո նոր կյանքի պատմությունը։ Սա օգնում է քեզ աշխատել այդ 3 հիմնական կետերի հետ ու ամեն օր կրկնել դրանք, մինչև դա դառնա քո նոր նորմալը։ Հղումը թողնում եմ ներքևում։ Սա մի հատ շատ պարզ, բայց հզոր գործիք է, որով դու սկսում ես բառացիորեն վերակառուցել քո ներքին իրականությունը։ Որովհետև երբ որ դու ամեն օր գիտակցաբար վերադառնում ես քեզ, սկսում ես տեսնել ինչ ես մտածում, ինչ ես զգում, ինչ պատմություն ես անընդհատ կրկնում, ու դրա փոխարեն ինչ նոր պատմություն ես ուզում ստեղծել կյանքիդ բոլոր ոլորտներում։ Ամեն նոր որոշումդ, ամեն նոր պահվածքդ հաստատում է քո նոր ինքնությունը ու իրականությունը վերաձևավորվում է քո օգտին հենց այդ պահին։ Որովհետև, ինչպես ասացի, ինքնությունը միայն որոշմամբ հնարավոր չի իրականացնել։ Որոշումը կարևոր է, շատ կարևոր է, բայց եթե մարմինդ պատրաստ չի այդ որոշմանը, միևնույն է գալու ես հետ նույն իրավիճակին։ Այսինքն ամեն ինչը պետք է համահունչ լինի միտք, մարմին, ինքնության հետ։ Մտքով որոշում ես ինչ ես ուզում, պատկերացնում ես ամենայն հստակությամբ այդ նոր ինքնությունդ, քո մարմինդ պատրաստում ես, որպեսզի կարողանա պատրաստ լինել ընդունել այդ ինքնությանը, ու դա կրկնում ես այնքան, մինչև դառնա քո նոր նորմալ վիճակը։ Ամեն օր, փոքր քայլերով, փոքր գիտակցումներով, փոքր ընտրություններով, մինչև որ մի օր հետ ես նայում ու հասկանում ես, դու արդեն նույն մարդը չես։ Դու այլևս չես մտածում նույն ձևով, դու չես արձագանքում նույն ձևով, դու չես ընտրում նույն ձևով ու դրա համար էլ կյանքդ սկսում է բարելավել։ Ու այս օրագիրը քեզ օգնում է անել հենց դա։ Ամեն օր վերադառնալ քո նոր տարբերակին, ամեն օր դուրս գալ հին պատմության ազդեցությունից, ամեն օր փոքր ձևերով, այդպես ասած, reset անել քո ներքին ալգորիթմը։ Ու եթե դու դա անում ես հետևողականորեն, քո ուղեղը սկսում է սովորել նոր օրինաչափություն, քո մարմինը սկսում է ճանաչել, որ դա անվտանգ է, քո ինքնությունը սկսում է կայանալ նոր հիմքի վրա։ Բայց ուզում եմ, որ միշտ հիշես, երբ որ նկատում ես, որ ընկել ես հին օրինաչափությունների մեջ, 3 բան կա, որ պետք է ինքդ քեզ հարցնես։ Okay? Առաջինը, հիմա իմ մեջ որ ինքնությունն է ակտիվացել։ Հին անցյալի ինքնությունն է, թե նորը։ Երկրորդը, այն արձագանքը, որ ունենում եմ, ներկայից է, թե անցյալի ծրագրից։ Երրորդ հարցը, եթե ես հիմա լինեի այն տարբերակը, որն արդեն ունի այն ամեն ինչը, ինչ որ ուզում է, ով անվտանգ է, ով արդեն ապրում է նոր իրականության մեջ, ինչպես կմտածեի, կզգայի կամ արձագանքեի այդ պահին։ Որովհետև այդ պահին դու դադարում ես լինել հնի ավտոմատ շարունակությունը։ Դու մտնում ես գիտակից կերտման մեջ։ Բայց դա չի նշանակում, որ քո կյանքում ամեն ինչ սենց հանկարծ փոխվելու է։ Բայց երբ որ դու սկսում ես քո ներսում այլ կերպ ներկայանալ կյանքին, կյանքը արձագանքում է։ Որովհետև կյանքը միշտ արձագանքում է ոչ թե նրան, ինչ որ ուզում ես, այլ նրան, թե ով ես դու քո ներսում, երբ որ դա ուզում ես։ Եթե դու ուզում ես սեր, բայց ներսումդ հիշում ես, որ սերը ցավ է պատճառում, դու դա կամ կվանես քեզանից, կամ կընտրես այն մարդկանց անգիտակցաբար, ովքեր կհաստատեն այդ համոզմունքը։ Եթե դու ուզում ես լիություն, հարստություն, բայց ներսումդ ապրում ես սակավության կարգավիճակից, դու կամ չես կարողանում պահել այդ լիությունը կամ հարստությունը կամ փողը, կամ անընդհատ կընտրես որոշումներ, որոնք քեզ կտանեն դեպի հին վիճակներին։ Եթե դու ուզում ես խաղաղություն, բայց ներսումդ դեռ քեզ նույնականացնում ես քաոսի հետ, դու կարող ես նույնիսկ այն խաղաղ միջավայրում էլ լարվածություն ստեղծել։ Այդ ամեն ինչը գալիս է քո ներսից։ Դրա համար էլ ես միշտ ասում եմ, որ երբ որ փորձում ես ինչ-որ բան, այսպես ասած, մանիֆեստ անել, դու պետքա դադարես ցանկանալ այն ինչ որ ուզում ես։ Որովհետև երբ որ քեզ անդադ դնում ես այդ ցանկացող մարդու կարգավիճակում, քո լռելային default վիճակը ցանկանալն է, ոչ թե ունենալը։
Բայց դրա մասին միգուցե խոսենք ավելի ուշ, եթե հետաքրքիր է թեման, մեկնաբանություններում նշիր, մեր հաջորդ թիվ թողարկումներում անպայման կանդրադառնանք դրան։ Հետ գալով մեր թեմային, ուզում եմ ասել, որ շատ կարևոր է սովորեցնել քո մարմնին, որ նոր իրականությունը, նոր ինքնությունը անվտանգ է։ Քո ուղեղը պետք է սովորի, որ նոր ընտրությունը հնարավոր է։ Քո ինքնությունը պետք է սովորի, որ դու այլևս պարտավոր չես վերադառնալ հին տարբերակիդ։ Ու երբ այս երեք հիմնական կետերը՝ միտք, մարմին, ինքնություն, սկսում են աշխատել միասին, այդ պահին փոփոխությունը դառնում է մնայուն։ Ու այդ պահից դու ոչ միայն այլ կերպ ես մտածում, այլ բառացիորեն դառնում ես ուրիշ մարդ։ Դառնում ես մի մարդ, ով այլևս չի կառավարվում անցյալից ու սկսում է ապրել ներկայում։ Դու այլևս քեզ չես հարցնում ինչու է սա նոր ինձ հետ կատարվում, այլ դու հասկանում ես, որ քո մարմինը քեզ պաշտպանում էր այդ նոր հնարավորությունից, որովհետև դա մարմնի համար վտանգավոր էր թվում։ Դա հասկանալով դու սովորեցնում ես քո մարմնին, որ նոր հնարավորությունները, շատ գումարը, լավ աշխատանքը, ջերմ հարաբերությունները արդեն նորմալ են։ Ոչ միայն գիտակցաբար ես հասկանում դա, այլ դա հաստատում ես նաև քո նյարդային համակարգով, մարմնով և նոր ինքնությամբ։ Բավականին հագեցած զրույց ունեցանք, բայց կարծում եմ շատ կարևոր էր, որ այս մասին խոսենք, որովհետև այսօր նկատում եմ շատ սխալ մոտեցումներ, նույնիսկ այսպես կոչված որակավորված մասնագետների կողմից, բայց միայն հոգեբան լինելը դեռ չի նշանակում ամբողջությամբ տիրապետել այդ թեմային, որովհետև այս ամեն ինչի մասին խոսեցինք այսօր խորապես կապված է նյարդագիտության, նյարդային համակարգի ու մարմնի ներքին արձագանքների հետ։ Ամենակարևորը հիշիր, որ դու պարտավոր չես ամբողջ կյանքդ ապրել հին պատմությունների, հին վախերի և հին ինքնության ծրագրով։ Եթե այս թողարկումը օգտակար էր քեզ համար, կիսվիր դրանով ընկերներիդ ու հարազատներիդ հետ ու մտածում ես սա ևս կօգնի։ Իմ առաքելությունն է օգնել քեզ լիովին ազատվել այն ամեն ինչից, ինչը այլևս քեզ չի ծառայում, ու վերադառնալ այն ազատ, գիտակից ու ներդաշնակ կյանքին, որին դու արժանի ես։ Մինչ նոր հանդիպում։